Մեր փաստաթղթերով հանդես, որպեսզի կարողանամ մուտք գործել եւ մասնակցել խոզարգությանը, ներկա գտնվել ավելի շուտ խոզարգությանը։ Միքայել Աջապարյանից լիազորել էի ներկայացնելու ինչպես մայրատոհի շահերը, մեզ էլ իր շահերը ներկայացնելու, բերել էի իմ արտոնագիր պատճեն եւ ազնագիր պատճեն, սակայն ինչ որից մեկը ներս չի թողել, չեն թույլատրել, որպեսզի ներկա գտնվեմ խոզարգությանը, ինչպես նաեւ երկրորդ անգամ եմ ներկայացել, խնդրել են, որպեսզի փաստաթղթերը տանեն, նայեն, տեսնեն արդյոք պատշաճ է, պատշաճ չէ, թույլ տան, ասել են, որ ընդհանրապես փաստաթուղթ տան կամ չենք վերցնի, ներս չենք մտնի, ոչ մի բան չենք անի։ Եթե օրինական խոզարգություն է կատարվում, ինչու չի կարող անձի փաստաբանը ներկա գտնվել այդ խոզարգությանը, որ օրենքի համաձայն են իրենք մերժել իմ ներկայությունը։ Ես էլ կարող եմ հայտարարել, որ օրինական չի կատարվել խոզարգությունը։ Հիմա դուք ինչ եք մտածում։ Թե բնականաբար պետք է արդեն իսկ ներգրավենք, հասկանանք, որ մարմինը ով է զբաղվում այս գործով, որովհետև որևէ տեղեկություններ չունենք, միացի նրանից, որ ազգային անվտանգության ներկայացուցիչները եկել են խոզարգություն կատարել։ Եթե ազգային անվտանգությունն է կատարում քննությունը գործով, ուրեմն պետք է ներգրավեն որպես պաշտպան այդ գործով արդեն եւ համապատասխանաբար բողոքարկեմ ես խոզարգության արտոնագրությունը եւ եթե հետագայում այդ գործողություններ լինեն նաեւ բողոքարկեմ դա։ Մի վերջացել է խոզարգությունը։ Չէ, չեմ հասցրել տեսնել, որովհետև ես Արագոջան, երբ որ եկել են այդ ժամանակ կանցան ներկայացուցիչը մուտք գործեց, հայտնեց, որ փաստաբան է եկել, մերժեցին, ասեցին, որ ոչ, չի կարող ներկայացնել խոզարգությունից հետո, խոզարգությունից հետո ես ներկայ ինչ պետք է գտնվեմ կամ ինչ պետք է անեմ։ Հաջորդ անգամ ներկայացան նորից փաստաթղթերով, ասի խնդրում եմ փաստաթղթերը տրամադրեք, թող նայեն, տեսնեն, որ ես հանդիսանում եմ ներկայացուցիչը Սրբազանի եւ կարող են ներկա գտնվել, ասեցին, որ անգամ մենք չենք կարող մուտք գործել, մնաց այդ փաստաթղթերը տանենք ներս։ Հիմա նորից փաստաթղթերով եկել եմ, ասում եմ, որ արդեն խոզարգությունը ավարտված է վերջացած։ Նիկոլ պատերազմը գնացեք 20 թվին, դու քաղաքացիական դատեսեր է իմ անձով պայմանավորված, իշա բանկի օգտի, քեզ հանգամանքները հանդերձ բերեք, քեզ հետ անհատապես հանդիպել են, դու քաղաքացու խնդիրները անտարբեր ես թողել, դու վարչապետ չես, դու ոչ մի բան չես, դու իրավունք չունես այս պահին, որևէ գործողություն իրականացնես։